Ողջույն սիրելիներս, մինչև պիցցան թխելը պատրաստեմ շատ թեթև աղցան, որը ունի 3 գլխավոր բաղադրիչ՝ հազարի տերևները, գազարը և գլուխ սոխը։ Հազարի տերևը ունի բարձր ջրի պարունակություն և քիչ նատրիում, ինչը օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները։ Հազարի օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը, արյան բաղադրությունը, կարգավորում է մարսողական օրգանների նյարդային համակարգի աշխատանքը։ Գլուխսոխը ունի ամենաբարձր կալորիականությունը և իր մեջ պարունակում է վիտամին C, B1, B2 և կալցիում։ Իսկ գազարի մեջ A վիտամինը կանխում է կնճիռների առաջացումը, օգնում է մեր օրգանիզմի բջիջները ուշ ծերանան և առողջ է պահում լնդերն ու ատամները։ 3 բաղադրիչները կտրատեցի, քերեցի, խառնեցի իրար, համեմում ենք կամ կիտրոնի հյութով կամ կիտրոնի աղով, սև և կարմիր պղպեղը երբ լցրել եմ չի պահպանել տեսանյութը, բուսայուղ ենք ավելացնում և լավ խառնում ենք։ Խառնելուց հետո անմիջապես մատուցում, որպեսզի չկորցնի իր տեսքը ոչ հազարի տերևը և ոչ մնացած բաղադրիչները։ Այսքանը սիրելիներս, այս համեղ աղցանը պատրաստեցինք։ Հիմա պատրաստենք այս ախորժալի տեսքով պիցցան, որի խմորը ինքս եմ պատրաստել, որի բաղադրիչները ինքս եմ ընտրել, ինչը որ մեր երեխաները սիրում են, դա էլ հենց պատրաստել եմ։ Թեպետ արդեն զեյթունի առկայությունը թոռնիկս չհավանեց։ Տեսեք ինչքան փափուկ է տեղափոխելուց, նաև երևում է ինչքան բարակ է խմորը, պանիրը ձգվող, ճևող և երևի բոլորս էլ հենց այդպիսի պիցցա ենք սիրում։ Այս ջեռոցի տապակների չափով մի մեծ պիցցա թխելու համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ կաթ, 1 ձու, 1 թեյ գդալ շաքարավազ, 1 թեյ գդալ խմորիչ և 1 թեյ գդալ մանր աղ։ Այստեղ իմ գդալը ճաշի գդալ է, դրա համար կիսով չափ եմ ավելացնում, ուշադրություն կդարձնեք։ Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք իրար, կաթը պետք է լինի գոլ կամ գոլից մի փոքր տաք, որպեսզի շուտ հասունանա խմորը, շաքարավազը պետք է որպեսզի արագ աշխատի խմորիչը, աղը դե համի համար է պետք և վերջում ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը վերցրել եմ տուփով այս ալյուրներից, իրենք բարձրակարգ են և մաղելու կարիք չունեն, դրա համար ոչ էլ մաղեցի, հենց տուփից անմիջապես ավելացրեցի։ Հունցում ենք գնդվող փափուկ խմոր, էլաստիկ խմոր։ Լավ հունցելուց հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալի չափով բուսայուղ, տրորում ենք, որպեսզի ավելի հարթանա և փափուկ ստացվի խմորը և տապակին չկպնի և սեղանին չկպնի, մի խոսքով բուսայուղը շատ հարցերում է օգնում, առկայությունը պետք է։ Այսպես գնդում ենք, դնում ենք ամանի մեջ, երեսը ծածկում ենք ցելոֆանով կամ եթե հատուկ ամանով է ոչնչով։ Ծածկում ենք տաք հաձյալով, թողնում ենք որպեսզի հասունանա։ Ահա սիրելիներս հասունացել է, հիմա մի հատ պետք է հունցեմ նորից, վերհունցանեմ, որպեսզի պիցցայի խմորը ավելի փափուկ ստացվի և ծակոտիները բավականին մանր լինեն։ Նորից ծածկում եմ, թողնում հասունանա։ Պիցցան պատրաստելու եմ անյուղ երշիկով, ընտրությունը ձերն է, ինչ կցանկանաք դա էլ վրան կտրատեք։ Բաժանում եմ բարակ շերտերի, հետո այդ շերտերը կտրատում եմ կամ երկար կամ կուբիկաձև, բայց կրկին մանր շերտերով։ Ինչքան մանր լինի երշիկը, բարակ լինի երշիկը, ավելի հեշտ կեփվի պիցցայի վրա և ավելի արագ կստացվի պիցցայի թխվելը, կմնա միայն խմորի եփվելը։
Վերցրել եմ մոցարելլա պանիր, այս պանրի և սուլուգունու տարբերությունը ես մի թեթև զգացել եմ, սա ավելի է ինձ դուր գալիս, երկուսն էլ հալվող տարբերակ են, բայց մոցարելլան ավելի հարմար է պիցցաների վրա, թեկուզ սառելուց հետո, նույնիսկ սառելուց հետո է այն և տեսքը և համը լավ պահպանում։ Քերում ենք պանիրը և պատրաստում ենք սոուսը։ Տոմատի մածուկ եմ վերցրել, ավելացնում եմ մի քիչ մայոնեզ, մոտավոր չափաբաժինները կգրեմ և բուսայուղ եմ լցնելու։ Ինչու մոտավոր, որովհետև հնարավոր է ինչ-որ մեկը, այստեղ կարևոր է տապակի չափով խմորը, իսկ այս վրայի բաղադրիչները հնարավոր է մեկը երշիկն է քիչ սիրում, մյուսը պանիրն է քիչ սիրում, ինչը հաճախ բոլորիս մոտ էլ լինում է այդպես, դրա համար մոտավոր կգրեմ։ Քանի որ խմորը լավ հասունացած է, մի անգամ էլ մեջ տված է, բավականին փափուկ խմոր է ստացվում և ձեռքի շարժումներով այն կարող եք լավ մեծ բացել, մեծ ու բարակ։ Սիրելիներս, կարող էի սեղանին բացել, հետո տեղափոխել, նման պիցցայի խմորը վերցնելու գորգ ունեմ, բայց այնտեղ երեխեքը սպասում են, էլ չուզեցի ընկնել ցուցադրման հետևից, մյուս անգամ կներկայացնեմ այդ թիակը, պիցցա վերցնելու թիակը և լինքը կտեղադրեմ, ցանկացողները կգնեն։ Այս խառնուրդը տոմատով ու մայոնեզով քսում ենք առաջի շերտ, երկրորդ շերտը տարածում ենք երշիկը, հավասարաչափ և ավելացնում եմ ձիթապտղի կտրատած հատիկները։ Դնում ենք թխվելու 200 աստիճանի տակ, տեսեք թխվել է խմորը, եփվել է, տակից ստուգել եմ, երեսից արդեն երշիկը թույլ կարմրել է, հիմա ավելացնում ենք պանիրը։ Ջերմաստիճանը բարձրացնում ենք մինչև վերջ, ջեռոցի, ինձ մոտ 250 աստիճան է և տեղափոխում ենք ջեռոց, հալվելուց հենց հալվում է, արդեն հանում ենք ջեռոցից։ Ահա սիրելիներս, սա է պիցցայի գաղտնիքը, որ լինի պանիրը ձգվող, հալված, համեղ, փափուկ և ախորժալի։ Հիմա կտրեմ, որպեսզի տեսնեք վերջնական տեսքը։ Բողոքում է Նարեկը, ասում է տատիկ, էսի ինչի ես դրել պիցցայի վրա, ես չեմ սիրում։ Ահա տեսեք։ Դուք էլ փորձեք այս տարբերակով, շատ համեղ է ստացվում, շատ արագ է ստացվում, երեխաներն էլ դե ինչ են սիրում, ամենաշատը պիցցան, թող լինի պիցցան, սրանով են կշտանում, ուրեմն կպատրաստենք անընդհատ այս պիցցաները։ Այսքանը սիրելիներս, դուք էլ փորձեք, շատ համեղ է, կհանդիպենք մյուս տեսանյութում, շնորհակալ եմ, որ դիտում եք։